չկրկնվել, բայց ամենայն պետք է անդրադառնամ կոնկրետ գործում ամսի 21-ին, հոկտեմբերի 21-ին ընջի կողմից արտադրանքային խաբամիջոցն գրած ընդրելու վերաբերյալ, մասնավորապես այն տիրույթում, երբ ամսի 3-ի նույն է որոշման, վերադաստադախազի որոշման, վերացվել է կոնկրետ տվյալ խաբամիջոցը, արտադրանքային խաբամիջոցը, մասնավորապես հետևյալ հիմնավորումներով որոշման մեջ նշված է նույն օրենսգրքի 38 հոդվածի համաձայն միշտական վարույթացում վերադաստադախազը վերացնում հսկող դատախազի անօրինական կամ անհիմն որոշումները և հանձնարարությունները։ Ըստ էության փաստացի ընդունել է այդ հանգամանքը պատվարժան դատարան, որ կայացվել է որոշում և դա վերադաստադախազի կողմից վերացվել է, բայց այս ընթացքում պատվարժան դատարան Վարդան Ղուկասյանը ըստ էության գտնվել է կալանքի տակ։ Մենք տարբեր միջոցներով, օրինական, վերադատաբարական գործիքակազմ օգտագործելով տարբեր միջոցներով համապատասխան միջնորդություններ ներկայացրել ենք, սակայն այս բանն է տեղեկացնեմ, որ ներկայացվել է նաև դատարան հանգուցության դեմ կատարված գործողությունները։ Սակայն պետք է ասեմ, որ այս բանը դուք եք բարդ իրականացնում արնել, մենք բարակայում մեր կողմից ներկայացված այդ միջնորդությունները բարդ իրականացնում արմենը հանդիսանում էր կյանքջագանը, այս դեպքում դուք եք բարդ իրականացնում արմենը և դուք պարտավոր եք արձանագրել այդ հանգամանքը և ըստ էության, եթե անձի վերաբերյալ ընտրված է այլընտրանքային խաբամիջոց, այս նույն ռեժիմով չի կարող երկարացվել, այսինքն այս դեպքում պետք է անձը ազատ արձակվել և նոր հանգամանքի այդ կարող պայմաններում իրականացնել այդ փոփոխությունը, սույն դեպքում, քանի որ կրկնում են դուք եք այս բանը բարդ իրականացնում արմենը, դուք պետք է հանգամանք հաշվի առնել և կայացնել համապատասխան որոշում անձին ազատ արձակելու վերաբերյալ։ Հաջորդ հանգամանքը պատվարժան դատարան ես կանոնադառնամ նաև հիմքերին, մասնավորապես կանոնադառնամ պատվարժան դատախազի ներկայացրած փաստարկներին։ Չի կատարի վրա տրված նաև վարույթի փոփոխության հետ կապված, վարույթային փուլերի փոփոխության հետ կապված։ Պատվարժան դատարան Վարդան Ղուկասյանի վերաբերյալ խաբամիջոցը խալանք ընդրվել է անմիջապես ձերբակալումից հետո, այսինքն այդ բարձ է, որ այդ փուլում վարույթ իրականացնում անում կոնկրետ քննչական այդ բազմածավալ գործողություններ կա, եթե նույնիսկ ընդունենք այդ բանին, այսինքն փուլային տարբերությունը նույն մագարտակի դիտել կարծում եմ, որ ժամի չէ, մենք տրամաբանության, որ այդ փուլում հավաքագրվում են ավացույցներ, գործողություններ իրականացում, ավացներ են ձեռք բերվում, ակտիվ գործողություններ, բայց այդ փուլը համադրել, որ մեղադրանքի բոլոր ավացները արդեն հավաքված են, բավարար է քննադատել, չէ՞ մեղադրողը, որ գործը ներկայացրել է դատարան։ Հիմա այդ պայմաններում նույն հաշտության վրա կարելի է դիտել, կարծում եմ, որ դրա վերաբերյալ նաև Եվրոպական դատարանը բազում որոշումներ ունի կայացված, մասնավորապես արան, որ ժամանակի ընթացքում նաև այդ յուրաքանչյուր ռիսկը, որը եղել է թեկուզ այդ սկզբնական փուլերում բարձր, ժամանակի անցում այդ ռիսկերը նվազում են։ Իսկ առհասարակ փուլային փոփոխության դեպքում, երբ ամբողջությամբ հավաքված է մեղադրանքի բոլոր ավացույցները և գործը ներկայացվել է դատարան, մասնավորապես նոր հանցանք կատարելու, ինչպես նաև գործին խոչընդոտելու ռիսկերը էականորեն նվազում են։ Հիմա անդրադառնամ կոնկրետ այն հանգամանքին, թե ինչ է ասում հարգարժան մեղադրողը, որ կարող է ազդել վկաների վրա։ Ինչպես գործընկերս նշեց, պատվարժան դատարան 17 վկաներից և ոչ մեկ ուղիղ, այսինքն մեղադրական բնույթի ցուցմունք չի տվել Վարդան Ղուկասյանի նկատմամբ։ Այդ պայմաններում արդյոք ոչխարի է գնահատել, որ Վարդան Ղուկասյանը այս հանգամանքներով պայմանավորված հայտնվելով ազատության մեջ, նորից դիմի ինչ-որ մի քայլի քաշ դարձելով, որ իր վրա տրված պարտականությունները, այսինքն թեկուզ խոչընդոտելու հանգամանք հաշվի առնելով, նորից կհայտնվի անազատության մեջ այդ պայմաններում։ Արդյոք ողջամիտ է դա գնահատել։ Նամանավանդ, արդյոք անհրաժեշտ է դրա անհրաժեշտությունը, առկա է դրա անհրաժեշտությունը, երբ ելեմ կրկնում, այդ 17 վկաներից և ոչ մեկ մեղադրական բնույթի ցուցմունքներ չի տվել վերջինիս նկատմամբ, ուղիղ ցուցմունքներ։ Մյուս հանգամանքը պատվարժան դատարան, եթե նույնիսկ պայմանական ընդունենք, այդ մանցկացուցմունքները արդեն արձանագրված են, առկա են։ Պայմանական ընդունենք, ինչ որ փոփոխություններ կլինեն այդ ցուցմունքների մեջ, արդյոք դատարանը դա չի գնահատել։ Կարծում եմ, որ այդ հանգամանքների համադրություն ամբողջությամբ կարադում են բոլոր կասկածները, որոնք ներկայացվեց հարգարժան մեղադրողը։
Հաջորդը նոր հանցանք կատարելու հետ կապված, հարգարժան մեղադրողը մի քանի հանգամանքներ նշեց, մասնավորապես հիմնականում այդ հանգամանքը կապեց այս նույն դատանում քննվող մեկ այլ գործով, սակայն ես համարձակել եմ պատվերժան դատան, հենց այդ եվրոպական դատանի մի քանի որոշումներ, դրանք շատ կարճ են ընթերց են, որոնք ուղիղ հակասում են այդ տրամաբանությանը, անձի անցյալին հղում անելը բավարար չի կարող համարվել արդարացնելու, նրան ազատ արձակելը, սա եվրոպական դատանի Բյուլերն ընդդեմ Ֆրանսիայի գործով 1997 թվականի մարտի 17-ի թիվ 11.802.93 կանգատի վերաբերյալ է։ Իսկ հաջորդը Եվրոպական դատանի Բիցել ընդդեմ Խորվաթիայի գործով 2014 թվականի հունվարի 31-ին 2824.09 վճռով իրավական դիրքորոշում է արտադրել այն մասին, որ միայն նախկինում կատարված հանցագործության պաշտոնական բացահայտումը, այն է վերջնական դատվածությունը կարող է 5 հանդիսանալ նախկինում դրսևորված լինելու հիմքով անձի նկատմամբ կալանքը որպես խախտամիջոց ընտրելու համար։ Միայն այն փաստը հիմք ընդունել, որ առկային անձին եւ դերևս ընթացքի մեջ գտնվող քրեական գործեր, որոնց անձը մեղադրում են հանցավոր արարք կատարելու մեջ, անխուսափելիորեն կվկայի այդ արարքի կատարման մեջ անձի մեղավորության մասին։ Նշվածը կհանգեցնի միաժամանակ քննվող քրեական գործով անձի անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտման։ Այս համատեքստում պատվերժան դատան կարծում են, որ նոր հանցանք կատարելու ռիսկը այս պայմաններում ամենախիստ խափամիջոցի ընդրության և այլընտրանքային խափամիջոցների ընդրության համատեքստում կարող են ամբողջությամբ չեզոքացվել, եթե նույնիսկ առկա է։ Տեսեք, Եվրոպական դատանի ինչ ասում է պայմաններում, որ կոնկրետ գործին հեղում կատարելով դա ուղիղ ամենության կանխավարկածի խախտում է։ Եվ այս պայմաններում նաև մեր դատարաններում հենց այդ հիմնավորումներով պատվերժան դատան արձանագրումներ առկա են բազում։ Հաջորդ հանգամանքը պետք է նշեմ հետևյալը, որ արդյոք տվյալ փուլի համար, եթե նույնիսկ ինչ-որ ռիսկեր կարող է լինել, բնականաբար դատանը դա պետք է գնալի, բայց մենք ներկայացնում ենք համապատասխան նոր քրեական դատավարության օրենսգիրքը այդ առումով շատ ճկուն է, ի տարբերություն նախկին օրենսդրության։ Այսինքն ունենք, տեսեք, այս դեպքում չունենք փախուստերից առհասարակ դատարանները դա չեն արձակել, շնորհիվ մեղադրողի խոսքում դրան առհասարակ չանադարձավ, քանի որ դա առարգայազուգ է։ Հիմա ունենք խափամիջոցների տեսակներից տնային կալանք, վարչական հսկողություն, երաշխավորություն, ինչպես նաև պաշտոնավարման կասեցում։ Այդ խափամիջոցների տեսակները պատվերժան դատարան կարծում են, որ ամեն ռիսկի կապված կարող են իրենց ազդեցություն ունենալ զսպելու այն բոլոր հնարավոր գործոնները, որոնք կարող են իհայտ գալ։ Հիմա այս դեպքում մենք դատանին որպես լրացուցիչ երաշխիք նաև ներկայացնում ենք երաշխավորներ, ովքեր իրենց հեղինակությամբ երաշխավորություն որպես երաշխավոր հանդես կգան, նաև դատանում կներկայացնեն և այդ անձանց իրենց հեղինակությունը նաև կարող է զսպել և չեզոքացնել այն բոլոր հնարավոր ենթադրյալ ռիսկերը, որոնք կարող են գոյություն ունենալ ստորությամբ։ Ես ներկայացնում եմ դիմումներ, մասնավորապես Վահան Վարդանի Պիջախջյանի և Մհեր Ալբերտի Մերկոնյանի Էսպային երկուսի կողմերն են առհասարակ, ովքեր նաև գտնում են դալելու պատվերժան դատան, Էսպային հրավիրեք, որպեսզի վերջիններս պատգամավորներից հիմա ես ճիշտ եմ նաև Էսպայիններ ճիշտ եմ նաև ովքեր են ներկայացել, ովքեր են պատրաստ կանել երաշխավորության և դիմումի տեսքով ձեզ կներկայացնեմ։ Անհրաժեշտ է ընդվիճում հայտարարել։ Ես իմ ելույթս ունենամ, ես իրավունք ունեմ, չես պատգամավորներից Գարնիկ Դանելյան այստեղ, Գեղամ Նեմանուկյան այստեղ և երեք պատգամավոր են, որոնք հիմա հենց պատրաստ են ստանձնել երաշխավորի պարտավորականությունները։ Այսինքն դատարանի դահլիճում գտնվում են, դատարանն իրենց կարող է արդեն այդ պահանջի ներքո ավարտեցիք դուք։ Ես
Ներկայացրեցի նաև երաշխավորությունը եւ ելի նորից պնդում եմ Պարվազյան դատարան։ Ես նրանում եմ հատված, որ սույն գործով դատարանը պետք է մեժի, քանի որ այս ռեժիմով չի կարող մեժի առհասարակ ազատի Վարդան Ղուկասյանի կալանքից, քանի որ ինչպես նշեցիք, վերջինս վերաբերյալ ընդրվել է անընդրանքային խափամիջոց, հետո վերացվել է, այսինքն այս պահի դրությամբ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ չկա որևէ խափամիջոց ընդրել այդ տրամաբանությամբ բացը գալու արդյունքը դեր հարցերն է, չգիտեմ։ Բայց այնուամենայնիվ Պարվազյան դատարան, չգիտեմ դուք ինչ որոշում կայացնեք, մեր խոսքը մեր ասածը հետևյալում է կայանում, որ այլընտրանքային խափամիջոցների կիրառման, դրանց համառության կիրառման հնարավոր է ամբողջությամբ ապահովել Վարդան Ղուկասյանի իրավաչափ վարկագիծի դրսևորման, իրավաչափ վարկագիծը եւ կանխել դրա որոշ դրսևորման ռիսկերը։ Ես նաեւ միջնորդում ենք, որպեսզի տնային կալանք, հերթականությամբ ըստ փաստացման տնային կալանք խափամիջոցի հետ նաեւ իրավի երաշխավորություն խափամիջոցը, ինչպես նաեւ Կարակ խափամիջոցը, եթե կարակի չափի ընտրությունը թողնում ենք դատարանի հայցողությանը, սակայն մինչև 5 միլիոն դրամի չափով։ Կարծում եմ, որ դա բավարար է, այդ ամբողջ երաշխիքները, այդ մեր Պարվազյան դատարանի կողմից նշված բոլոր անհավանական ռիսկերը կանխելու նկատառումներից ելնելով։ Շնորհակալություն։